մենք պաշտպանում ենք մեր ժողովրդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում եւ ոչ թե վրեժ կամ հաշվեհարդար։ Նաեւ այն պատճառով, որ մեր ժողովուրդը չի սիրել եւ չի սիրում բռնություն, մեր ժողովուրդը չի սիրել եւ չի սիրում ամենաթողություն, մեր ժողովուրդը չի սիրել եւ չի սիրում անարդարություն։ Իսկ ինչ կասեմ արդարության եւ արդարադատության մասին։ Միթե այստեղ մենք հասել ենք այն կետին, որ ուզում ենք հասնել եւ որն էր այդ կետը։ Իսկ մեր երազանքի կետն այն էր եւ շարունակում է մնալ այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վետինգի հնարավորությունը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով։ Նախ, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան եւ ճշգրիտ հավատանի մենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Նաև չմոռանանք, որ մենք բառից բուն իմաստով 0-ից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել 3 առաջին ատյանի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով։ Բայց ինչքան էլ դժվար լինի խոստովանել, հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից։ Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները եւ դրանց լուծումները այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ, եւ վարչապետի պաշտոնից իմ 7 տարվա դիտարկումների համաձայն այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի եւ կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել է Հայաստանում։ Իսկ այդ մենտալիտետի համաձայն արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է։ Այդ մենտալիտետի համաձայն արդարադատությունը երբեմն, ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել տերովին տերն է տարել, անտերին գելը, հին ժողովրդական առածին եւ անհեթեթորեն ձգվող դատավարությունները սրա թերևս ամենավառ օրինակն են։ Այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի եւ դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե օպերատիվ, թե քննչական, թե դատախազական, թե դատավորական օղակներում։ Ամոթ է արդյոք 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։ Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնը առաջ չլինեի նման վիճակ չունենալու համար, սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր հնարավոր եւ անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։ Բայց նշանակում է իմ ասածն արդյոք արձանագրում, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն, ոչ ամենևին։ Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ արկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք եւ հրաժարվելու ենք, որ անկախ եւ արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ եւ աներկբա, բայց սրա համար նախ պետք է հասկանալ, ախտորոշել եւ լուծել խնդիրները եւ այս ճանապարհին լինել սկզբունքային եւ հետեւողական։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ դատաիրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, ովքեր վերը նշված օրակարգը իրենց անձնականն են համարում եւ պիտի աներկբա ասեն, որ այդ մարդիկ ունեն ժողովրդի, նրա ներկայացուցիչ քաղաքական մեծամասնության եւ կառավարության աջակցությունը։ Եվ այդ աջակցությունը պետք է արտահայտվի ինստիտուցիոնալ խնդիրները հասկանալով եւ դրանց լուծում փնտրելով։
Երբեմն մտածում եմ, որ արդարության եւ արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաեւ այն խնդրի հետ, որ մենք մեր կառուցակարգերով մեր դատական համակարգը էականորեն հեռացրել ենք ժողովրդից, ըստ էության կտրելով նրան ինքնիշխանի, այսինքն ժողովրդի եւ դատական համակարգի միջև օրգանական կապը եւ առաջիկա նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Ես գիտեմ եւ հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի ծանոթ բարեկամ կապերը շատ ուժեղ են, երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման խնդրի առաջ, բայց նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ խնդրի առաջ եւ բացի այդ խնամի ծանոթ բարեկամ կապերը ինչպես եւ որքան կգործեն երթվյալ ատենակալների դեպքում նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի քննիչի դատախազի դատավորի դեպքում ինչու ուրեմն չենք հրաժարվում այդ ինստիտուտներից ասելով դե քանի որ Հայաստանում խնամի ծանոթ բարեկամ կապեր ուժեղ են, եկեք դատավոր չունենանք, եկեք դատախազ չունենանք, եկեք քննիչ չունենանք, եկեք օպերատիվ աշխատող չունենանք։ Դեռ ավելին, արդարության եւ արդարադատության ոլորտում առկա խնդիրները եւ դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը երբեմն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ինչ որ այլ տեղերից այլ մարդիկ են եկել եւ մեր նկատմամբ անարդարություններ են գործում։ Այդպես չէ, այդ մարդիկ մեր մանկապարտեզի, դպրոցի, բուհի, աշխատավարձի, բակի, շենքի մարդիկ են, մեր կողքին ապրած եւ մեր կողքին ապրող։ Եվ եթե նրանց մի մասին վստահում ենք արդարությունն ու արդարադատությունը որպես օպեր աշխատողների, քննիչների, դատախազների եւ դատավորների, մյուս մասին էլ կարող ենք վստահել որպես երթվյալ ատենակալների։ Եվ այս պարագայում արդարադատությունը ինչպիսին էլ այն լինի, կտրված չի լինի ժողովրդից։ Ընդհակառակը, արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը արդար է ավելի քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած падգամավոր, ցանկացած դատավոր, ցանկացած դատախազ, ցանկացած քննիչ եւ ցանկացած ոստիկան։